Փակ TV հեռուստաալիքի բոլոր մշակութային ծրագրերը հովանավորվում են իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանի կողմից։ Բարև բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին եւ հրավիրում ձեզ դիտելու լինել թե չլինել մեր հեղինակային ծրագրի հերթական թողարկումը։ Իմ գործընկերներ ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր Ստեփան Սանոսյանի եւ մեր տեխնիկական մասի պատասխանատու Արա Մանասականյանի հետ այսօր մենք ձեզ ենք ներկայացնելու մեր հերթական հյուրին։ Իսկ ով է այդ մարդը? Ով է այդ անձնավորությունը, ես ձեզ ասեմ, որ շատ հետաքրքիր մի անձնավորություն եւ դրանում քիչ հետո ինքներդ էլ կհամոզվեք, բայց մինչ այդ առաջարկում եմ դիտել հյուրի մասին պատմող տեսանյութը։ Այսօր, երբ Հայաստանում շատերի համար լինել թե չլինելը այլևս գրական արտահայտություն չէ, այլ առօրյան ներքին պայքար, մեր հասարակությունը կանգնած է բարդ ընտրությունների առաջ։ Պատերազմի հետևանքներ, անվտանգային անորոշություն, ներքին լարվածություն, բևեռացվածություն։ Այս ամենի մեջ մարդը հաճախ մնում է իր հարցերի հետ միայնակ, փորձելով հասկանալ, որտեղ է ճշմարտությունը, որտեղ արդարությունը, եւ արդյոք հնարավոր է պահպանել արժանապատվությունը։ Այս համատեքստում այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մարդու, ում կյանքը հենց այդ հարցերի շուրջ մշտական պայքարի պատմության մասին է։ Վարդան Հարությունյան, իրավապաշտպան, հրապարակախոս, խորհրդային տարիների այլհախող, ով իր կյանքի տարբեր փուլերում կանգնեց համակարգի դեմ, պաշտպանելով մարդու իրավունքներն ու ազատությունը։ Այսօր նրա ձայնը հնչում է ոչ միայն որպես իրավապաշտպանի, այլ նաև որպես ակտիվ քաղաքացու, ով հաճախ հանդես է գալիս հստակ քաղաքական հայտարարություններով։ Նախկին քաղբանտարկյալ, ով դեռևս խորհրդային տարիներից իր ձայնը բարձրացրեց ազատության, մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության համար։ Նրանց այս ճանապարհը միայն մասնագիտական չէ, այլ նաև խորապես անձնական պայքարի պատմություն, համակարգերի, ճնշումների եւ ժամանակի հետ։ 1960-ականներին Հայաստանը դեռ խորհրդային միության կազմում էր, եւ անկախ Հայաստան գաղափարը բացահայտ ձևով բարձրաձայնել ոչ միայն վտանգավոր, այլև գրեթե անհնար էր, բայց այդ տարիներին արդեն ձևավորվում էր մի շերտ երիտասարդների, որոնք հետաքրքրվում էին ազգային ինքնությամբ, կարդում էին արգելված գրականություն, քննարկում էին անկախության գաղափարը փակ շրջանակներում։ Հարությունյանը հենց այդ սերնդից էր։ Հենց նման մարդկանց գործունեությունը հիմք դարձավ այն գործընթացների համար, որոնք արդեն 80-ականների վերջում վերածվեցին ազգային շարժման եւ վերջապես Հայաստանի անկախության։ Այսօր մենք կփորձենք հասկանալ, ինչպես է Վարդան Հարությունյանը տեսնում այն իրավիճակը, որտեղ հայտնվել է Հայաստանը, որտեղ է անցնում սահմանը իրավապաշտպանության եւ քաղաքականության միջև, եւ ի վերջո, ինչպես է հնարավոր լինել այս իրականության մեջ առանց ինքնակորուստի։ Լինել թե չլինել։ Այո, սիրելի բարեկամներ, մեր այսօրվա հյուրը շատ ցանկալի հյուրը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է։ Բարի գալուստ։ Բարև ձեզ։ Վարդան, իրոք շատ ուրախ եմ, որ դու մեր տաղավարում ես, գիտես, որտեղ մենք ճիշտ է, վաղեմի ընկերներ ենք, իրար լավ ճանաչում ենք, բայց ես ուզեցի, որ դու անպայման լինես մեր այս հեղինակային ծրագրում, որտեղ կուզենայի լայն բացեինք փակագծերը։ Դու այն անձնավորությունն ես, որ խորհրդային տարիներին ամենաերիտասարդ բանտարկված այլախոհներից մեկն ես եղել, եթե ոչ ամենաերիտասարդը, 8 տարի անց ես կացրել խորհրդային բանտերում, սկզբից Ուրալ, հետո Մագադան, բայց հավատը միշտ եղել է, չէ՞։ Դա բնական է։ Մագադանում հայերից մենակ ես եմ եղել, բայց հայերից շատ են եղել երիտասարդ տարիքի ձերբակալվածներ, կալանավորվածներ, ինձանից առաջ եղածների մեջ այդպիսի կան։ Բայց արդեն ավելի մոտ շրջանում 70-ականների վերջ ես երևի մեջներից ամենաերիտասարդն եմ եղել։ Դե ես ճիշտ է, շատ ուշ քեզ ճանաչեցի, բայց ապշել է, որ այդքան հետաքրքիր ճանապարհ անցած մարդը միշտ աշխատում էր մնալ ստվերում, ինչու չեմ հասկանում, որովհետև նրանք ովքեր վերադառնում են այդ ժամանակ
բանտից, այսպես ասած քաղաքական աքսորից, նրանք անմիջապես առնվազն պիտի դառնային падգամավոր կամ որից է բարձր տեղ պաշտոն զբաղեցնեին, այն էլ արդեն անկախացած Հայաստանում։ Բայց դու այդպես ոչ մի անգամ, ոչ մի ձգտում, ոչ մի ցանկություն, ինչու՞։ Այդտեղ ընտրության խնդիր է, բնավորության նաև խնդիր։ Ես միշտ անցյալը մտածել եմ, որ պետք է մնա անցյալում, ես այսօրվա մարդ եմ, դրա համար շատ հաճախ, երբ ինձ ասում են կամ ներկայացնում են նախկին քաղբանտարկյալ, ես ասում եմ, ես նախկինում իհարկե եղել եմ քաղբանտարկյալ, բայց ես այսօր իրավապաշտպան Վարդան Հարությունյանն եմ, ես այսօրվա գործիչ եմ նաև, ոչ միայն նախկինի, եւ այդ նախկինի փառքով, նախկինի պսակներով ներկայանալու ակնկալի գոնե չունեմ ես, այսօր էլ ես կարող եմ ինչ-որ գործերով հաստատվել, ինքնահաստատվել, լինել և կարծում եմ կամ։ Այսինքն քեզ մոտ լինել թե չլինելու հարցը հենց սկզբից լուծված է, լինել, այո։ Դե նախկին քաղբանտարկյալի աչքերով այսօրվա իրավիճակը ինչպիսին ես տեսնում։ Տխուր, իհարկե ես ոչ միայն ես իմ ընկերներուն նույնպես, բայց ես մենակ իմ մասին կարող եմ վստահորեն պնդել, չեմ մտածել, թե կախարդական ինչ-որ փայտիկի օգնությամբ մենք միանգամից հայտնվելու ենք միայն երևակայելի լավ երկրում, որտեղ բոլոր խնդիրները լուծված են լինելու։ Ես մտածել եմ, իմացել եմ, որ բարդ է լինելու։ Ես ոնց ասեմ, գրող մարդ եմ, միշտ իմ մտքերը թղթին տվող 88-ից հոդվածներ եմ գրել 90-ականների սկզբին, միշտ էլ մտածել եմ գրավոր իմ խոսքում, որ վատ է լինելու, բարդ է լինելու, դժվար է լինելու, դիմանալու կարիք է լինելու, բայց որ այսպես է լինելու, ես չեմ մտածել։ Նույնիսկ այն պատերազմը, որ 90-ականների սկզբին պայթեց, հայ-ադրբեջանական, որի կանխման համար ես շատ աշխատանք թափեցի, ոչ մի շատ քչաթիվ մարդիկ կային, որ այդ ուղղությամբ աշխատում էին, այդ թվում նաև ես 88, 89, 90-ի ամենասկիզբ հանդիպում էինք ադրբեջանցիների հետ, քննարկում էինք համատեղ, որպեսզի վտանգը պատերազմի կանխեինք, հույս ունեինք, որ երկու երկրներն այլ խորհրդային միության կազմում են, չպետք է որ Մոսկվան թույլ տա, որ պատերազմ լինի, բայց մեր հնարավորությունները չներեցին, պատերազմը այնուամենայնիվ տեղի ունեցավ, բայց նույնիսկ դա ես իհարկե համարեցի արհավիք, բայց այսօրվա ֆոնին ես նույնիսկ դա չեմ համարում այնքան մեծ արհավիք, ինչ որ ունենք այսօր, ինչ ապրեցինք մենք վերջինս տարիներին, այսպիսի վիճակ պատկերացնելը բարդ էր։ Բարդ էր պատկերացնելը, որ մենք կունենանք իշխանություն, որը կլինի անպատասխանատու բացարձակ։ Ունեցել ենք անպատասխանատու իշխանավորներ եւ իշխանություններ, բայց ասենք ինչ որ սահման է եղել։ Այսօր ես այդ սահմանն էլ չեմ տեսնում։ Եվ իհարկե տխրեցնող է վիճակը, հուսահատեցնող չի։ Այսինքն այնպես չի, թե վերջ պետք է թևաթափ լինենք եւ ասենք, որ այստեղից էլ մենք դուրս կգանք, բայց ցավոք դուրս կգանք ծանր կորուստներով։ Եթե 90-ականների այդ վիճակից, որ կարելի էր կանխել, բայց չկարողացանք, դուրս եկանք մենք քիչ թե շատ բարվոք վիճակում, եթե 2000-ականների ընթացքում էլի անպատասխանատվությամբ մոտեցանք մեր ապագային, բայց նաև կարողացանք պահպանել այն ինչ որ կար, չնայած կորցնելու վտանգը մեծ էր, ապա այսօր կորուստը անշրջելի է կորուստները։ Մենք գրանցում ենք անվերադարձ կորուստներ։ Կան կորուստներ, որ հնարավոր է վերադարձնել, ապագայում աշխատանքով, պայքարելով, ես չգիտեմ ինչերով, կան կորուստներ, որոնք անվերադարձ են, ասենք Արևելյան Հայաստանի կեսի կորուստը 1920 թվականին անվերադարձ է, ղարսը անվերադարձ է։ Այսօրվա կորուստները նույնպես անվերադարձ են։ Կարծում եք, որ Արցախն էլ անվերադարձ է։ Դե այսօրվա դրությամբ այդպիսի եզրահանգման կարելի է գալ, այսօրվա դրությամբ, ես խոսում եմ այսօրվա դրությամբ, ինչ իրավիճակ կլինի 10 տարուց, 20 տարուց, 100 տարուց հետո ես ասել չեմ կարող։ Բայց մենք կորցնում ենք, որոնք ըստ էության, այո, դժվար վերականգնելի են կամ անվերադարձ են։ Գիտես, ես պիտի ասեմ, որ համացանցում շատ հետաքրքիր քո հարցազրույցներ եմ տեսել մի քանիսը եւ միշտ զգացել եմ ներքին լավատեսությունը, որ այնուամենայնիվ քեզ մոտ կա։ Ես հիմա առաջարկում եմ մենք մի հատված դիտենք այդ հարցազրույցներից մեկից եւ շարունակենք մեր զրույցը։ Դիտենք։ Ընտրեք։
Ես ոչ միայն մտածել, այլև բարձրաձայն արտահայտվել եւ գրել եմ, որ մեր գործողությունները հանգեցնելու են Արցախի կորստի։ Ես Արցախի կորուստ ասելով նկատի եմ ունեցել միշտ, որ Արցախը կհայտնվի լիարժեքորեն Ադրբեջանի կազմում մեր սխալների, ոչ թե Ադրբեջանի ճիշտ աշխատանքի, այլ մեր սխալների հետևանքով, բայց միշտ մտածել եմ, որ մենք հնարավորություն կունենանք վերջին հաշվով պահել Արցախը հայկական, այսինքն հայկական տարին այնտեղ կմնա, մի քիչ ճնշված, մի քիչ հալածված, մինչև նոր լավ ժամանակներ, երբ որ Ադրբեջանը կդառնա բոլորովին այլ երկիր, որովհետև ոչ մեկ հավերժական չի, այդ թվում նաև Ալիևը հավերժական չի։ Պատմությունը իհարկե լավ ուսուցիչ է միայն մի դեպքում, եթե սովորելու ցանկություն կա։ Եթե չկա սովորելու ցանկություն, եթե նպատակը աչքերը փակել իրականությունը չտեսնելն է, ապա այսպիսի ցավոտ հանգրվան հասնելը կարող է ցավ պատճառել։ 2018 թվականից հիշում եք իշխանափոխություն, որ եղավ, բոլորս հույս ունեինք, որ երիտասարդներ են եկել իշխանության բոլորովին նոր պատկերացումներով, նոր կրթական եւ բոլորովին այլ կրթական ցենզով, նրանք պետք է բոլորովին այլ լինեն, բայց պարզվեց, որ նրանք էլ նույն ճանապարհ, հին ճանապարհով են շարունակելու էլ ավելի, նրանք Ռուսաստանի հետ նույնիսկ Սիրիա գնացին, մի բան, որը զարմանք պատճառեց նույնիսկ Հայաստանում եղած ամենաթունդ ռուսամետներին։ Շատ բան կա հասկանալի, թե ինչու այսպես եղավ։ Հասկանալի է, թե ինչու 1998-ին Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Դիռյակը այդպես վարվեցին։ Պարզ է, նրանք իշխանություն էին ուզում։ Հասկանալի է, թե ինչու Փաշինյանը թույլ տվեց այս սխալները 2018 թվականից հետո չփոխեց քաղաքական գիծը, շարունակեց նույն ճանապարհով գնալ, որովհետև ինքը չէր հասկանում վտանգի լրջությունը, բայց բոլորովին հասկանալի չի, թե ինչ էին մտածում Արցախում, հատկապես 2022-ից հետո։ Այնուհետև երբ եկավ Ռուբեն Վարդանյանը եւ սկսեց հայտարարել, թե ինքը պետք է լինի պետքանախարար եւ ինքը պետք է լինի զրուցակից, Բաքվից միանշանակ եւ պարզ հայտարարեցին։ Ընդ որում ասեմ ձեզ, ադրբեջանցիները շատ պարզ եւ շատ բաց են խաղացել։ Խարդախություններ չեն եղել։ Բաց տեքստով ասեցին, մենք այդ մարդու հետ չենք բանակցելու։ Շերի բարեկամներ, հիշեցնեմ, որ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է մեր տաղավարում։ Վարդան, դե քու վերջին հարցազրույցներից մի քիչ վերջած հատվածները գալիս են հուշելու, որ իսկապես արդեն խաղը գնում է շատ բաց եւ ինչ ես կարծում, ի վերջո ինչի կարող ենք մենք գալ հասնել այս վիճակով գնալով դեպի առաջիկա, ասենք, այդ համագործակցության ծրագրերը, որ իրականացնում է մեր երկրի ղեկավարությունը ադրբեջանցիների հետ։ Դե տեսեք, ինչ որ արդեն եղել է ըստ էության հնչեց, իմ նախկին հարցադրույցներից այդ կտորներում հնչեց, մեր սխալների մասին էր խոսքը, այսինքն մենք կարող էինք այս վիճակը չունենալ, եթե մենք սխալներ թույլ չտայինք։ Ընդ որում, այնպես չի, թե այդ սխալները մենք վերևից ընկան մեր գլխին։ Եթե մենք մի քիչ պատմության մեջ խորացած լինեինք կամ մի քիչ փորձեինք պատմություն հասկանալ, ապա կտեսնեինք, որ 1920 թվականին մենք ճիշտ նույն սխալներն ենք գործել։ Նույն սխալները, չենք խոսել մեր հակառակորդի հետ, եղել ենք առավելապաշտ, այսինքն փորձել ենք ստանալ շատ ավելին, քան մենք կարող էինք ստանալ, եւ հակադրվել ենք մեր հարևանին։ Այդ ժամանակ Թուրքիային ես նկատի ունեի։ Հիմա այդ հակադրությունը մեզ բերեց 1920-ին հասցրեց դրան, որ մենք 60,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի ուղիղ կեսը կորցրեցինք։ Շատ կարճ ժամանակահատվածում։ Եվ փակվեց թեման։ Մնացեց 30,000-ը, 29 ու քանի հազարը մնաց մեզ։ Դրանով թվում էր կարելի էր բավարարվել, եկավ Արցախյան շարժումը, Արցախի այդ հաջողությունը եղավ, եւ նույնպես նույն խնդիրը ցակեց մեր առջև։ Մենք գնում ենք բանակցությունների հարևանի հետ փոխզիջումներով խնդիրը լուծելուն, թե չենք գնում։ Եթե չենք գնում, ապա կրկնում ենք նախկին սխալները։ Իսկ նախկին նույն սխալները նույն հանգրվանն անելու սովորություն ունեն։ Այլ հանգրվան նույն սխալները չեն կարող տանել։ Հիմա եկել հասել է մի պահ արդեն, երբ մենք ամեն ինչ կորցրել ենք, Արցախը հայկական չի բոլորովին, հույսը, որ մոտ ժամանակներս կվերականգնվեն հայերը հնարավորություն կունենան վերադառնալ աղոտ է, բայց դա պետք է միշտ լինի մեր մտքում, Արցախահայերը իրենց հայրենիք վերադառնալու իրավունքից չպետք է զրկվեն, այն ինչ որ հնչում է մեր իշխանավորների վերանից, թե վերջ թեման փակված է, դուք բոլորը դառնալու եք Հայաստանի քաղաքացիներ եւ մնաք այստեղ, դա անընդունելի է, որովհետեւ
ցանկացած մարդ, այդ նաև արցախցիները իրենց տուն, իրենց հայրենիք վերադառնալու իրավունք ունեն եւ հատկապես Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն նրանց զրկելու այդ իրավունքից։ Ասենք եթե նման խոսույթ մենք լսենք Ադրբեջանից, որ չէ, նրանք էլ այստեղ չպետք է գան, դա մի քիչ հասկանալի կլինի, չնայած նույնպես դատապարտելի կլինի, բայց երբ մենք դա լսում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից, բարձրագույն իշխանավորներից ենք լսում մենք այդ կարգի խոսույթ, որ վերջ փակվեց թեման դուք չեք վերադառնալու, դա արդեն կհիշեք մետրոյի ես վերջին խոսակցությունը մոտավորապես այդ երիտասարդ տիկնոջ հետ այդ մասին էր։ Դա ոչ միայն դատապարտելի է, դա անընդունելի է, չի կարելի մոտավորապես այդ կարգի մոտեցում ցուցաբերեցին 1900 էլի վերադառնամ դարաշրջան 20-րդ դարի 20-ական թվականների առաջին տարիներին բոլշևիկները երբ արևմտահայերին դիտարկում էին որպես արևմտահայերին զրկում էին հայրենիք վերադառնալու իրավունքից ասում են կամ գալիս եք ստեղ մնում եք կամ այնտեղ գնալու մասին այդ ձեր երազանքները նրանք մեր դեմ են աշխատում մեր խորհրդային իշխանությունների դեմ են աշխատում եւ այլն։ Մոտավորապես այդ կարգի մոտեցումներ եղել են նաեւ այդ ժամանակ։ Այս տխուր վիճակը նորից արդեն կրկնեմ ինքսինց, որ բացառապես մեր սեփական սխալների արդյունքում են, կարող են ուղղվել մեր ճիշտ քայլերի հետևանքով։ Եթե մենք կունենանք ճիշտ քայլեր, ճիշտ քայլը իհարկե զրույցն է, իհարկե բաց տարածաշրջանն է, իհարկե Հայաստանը կամուրջ դարձնելն է։ Այս տարածաշրջանում, այս նեղ լեռների մեջ խցկված այս տարածաշրջանում Հայաստանը ունի կամուրջ դառնալու հնարավորություն եւ մոտ ու հեռու հարևաններին իրար կապելու հնարավորություն Իրանից դեպի Սևծով, ես չգիտեմ, Ադրբեջանից դեպի Թուրքիայի վրայով տարանցիկ ճանապարհները, այդ բոլորը դրանք շատ շահեկան կլինեն Հայաստանի համար, այդ մասին ես շատ եմ խոսել, հատկապես 2000-ական թվականներին, երբ ոչ մի թիզականությունը որ եւ պետական մակարդակով էր քարոզվում եւ հանրությունն էր այդ ոչ մի թիզական իր մեծամասնությամբ այդ ոչ մի թիզականության կրողը ես միշտ դիմանալով դրան ասել եմ որ ոչ մենք պետք է լինենք զիջողական հենց պետք է փոխզիջումների հիման վրա կարողանանք հասնել նրան որ մեր տարածաշրջանը բացվի եւ Հայաստանը դառնա կամուրջ այդ տարածաշրջանում իր այդ փոքրիկ 20-ին ես միշտ ասում եմ եւ գրել եմ շատ հաճախ մենք պետք է ունենանք Հայաստան որը կլինի 29000 քառակուսի կիլոմետրանոց կամուրջ այդքան լայն կամուրջ պետք է լինի հիմա բայց կկարողանա արդյոք այսօրվա իշխանությունը Հայաստանը կամուրջի վերածել այդ մասին իրենք խոսում են իհարկե պարտությունից հետո ցավալի է նրանք պետք է այդ մասին խոսեին մինչև պարտություն մինչև պատերազմ որպեսզի բացառային պատերազմը եւ բնականաբար բացառային պարտությունը այդ ժամանակ մենք այո կհաջողեինք մենք արդեն շուտվանից կամուրջ դարձած կլինեինք որովհետեւ մեր հարևանները կհամաձայն փոխզիջումների հիմքով լուծում տեղի կունենար հիմա լուծումը ըստ էության որ մեր իշխանությունները ներկայացնում են դա պարտության հիմքով լուծում է իսկ ինչքանով է պարտության հիմքով լուծում Ադրբեջանի համար դա կարող է եւ լուծում է ոչ թե կարող է այլ լուծում է Հայաստանի համար արդյոք լուծում է երբ Հայաստանը պարտված Հայաստանը ստիպված թելադրանքներին է միայն ենթարկվում այդ թելադրանքների ֆոնին վերածել Հայաստանը տարանցիկ երկրի հնարավոր չի որովհետեւ հենց նույն թելադրողները նույն Ադրբեջանը շահագրգռված չի գոնե այսօր որ Հայաստանը լինի այդպիսի կամուրջ որ Հայաստանը ինտեգրվի տարածաշրջանի եւ աշխարհի տնտեսական այդ համակարգի մեջ հակառակը նրանք մեզանից պահանջում են կոնկրետ պահանջներ են հնչեցնում այս վերջին ամիսներին մի քիչ լռել են բայց հնչեցնում էին մի զինվեք ես չգիտեմ տվեք մեզ Զանգեզուրի միջանցք եւ այլն թելադրանքներ որոնք Հայաստանին ընդհանրապես պետք է պահեն աշխարհագրորեն պետք է լինի Հայաստանը բայց պետք է լինի կախված նրանց կամքից այդ վիճակում եթե մեր իշխանավորներն էլ համաձայնում են այդ պահանջներին եւ այդ զիջումներին չեմ կարծում թե մեծ հաջողություն կարող ենք այս պահին այսօրվա իրավիճակում գրանցել ապագայի մասին կարելի խոսել առանցին չարության ատելության այս մտնոլորտում Ղարաբաղցիների արչև դրված է չէ լինել թե չլինելու արչև փաստացի նրանք ինչ պիտի անեն որ դուրս գան այս իրավիճակից դե Ղարաբաղցիների արչև դրված է ավելի շատ ոչ թե լինել թե չլինելու այլ չլինելու հարցը նրանցից պահանջվում է ջնջել իրենց երեկվա օրը
մոռանալ այդ 3 օրը։ Այդեն դեպքում, որ նրանցից յուրաքանչյուրը հենց այնտեղից է գալու։ Այնպես չի թե մենք ենթադրենք արևմտահայերից պահանջենք հենց հիմա, ասենք մոռացեք, 4-5-րդ սերունդն է, կարող է եւ մոռանան։ Բայց նույնը պահանջել այսօր արցախցիներից անհնարին է։ Պահանջել կարող ես, բայց մոռանալ հնարավոր չի։ Սկսած 5 տարեկան երեխայից, 3 տարեկան երեխայից, որ այնտեղ է ծնվել, վերջացրած ամենահասուն տարիքի մարդկանցով եւ ընդհանրապես նման պահանջ ներկայացնելը անմարդկային է։ Մարդը ունի հիշողություն։ Ես չեմ ուզում կրկնել եւ ցիտել Հրանտ Մաթեոսյանին, բայց հիշում եք, որ ասում էր մարդ անասունից տարբերվում է հիշողությամբ։ Դա շատ կարևոր է, բայց բացի դրա անոսի հետ չհամեմատելու դեպքում արդեն տեսեք քանի սերունդ են իռլանդացիները ապրում արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ անգլիացիները կամ գերմանացիները, նրանք կերտել են Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի ամենահզոր, ամենաբարագավաճ երկրներից մեկը, բայց մինչև այսօր նրանց սերունդները հիշում են, որ նրանց պապերը եկել են Իռլանդիայից, են մյուսի պապերը եկել են Շոտլանդիայից, են մյուսի պապերը եկել են Գերմանիայից։ Այդ հիշողությամբ ապրում է մարդը։ 10-րդ, 20-րդ սերունդն է հիշում դա։ Մենք այսօր հիշում ենք մեր Երևանի փողոցները, կոչում ենք մեր կորսված Հայաստանի հայրենիքի քաղաքների անուններով։ Դա հիշողություն է, որով մենք ապրում ենք։ Եվ արհեստականորեն վեր կենալ եւ ասել դուք վաղվանից կամ այսօրվանից արդեն չպետք է դա հիշեք, իբր թե պատմությունը ենթարկել ռևիզիայի, վերանայման, խմբագրման եւ վերախմբագրման։ Պատմությունը պետք է սովորել, պատմությունից պետք է դասեր քաղել, եթե կարող ես։ Բայց պատմությունը վերախմբագրել, պատմությունը վերաձևակերպել հնարավոր չի։ Էլ չասած, եթե արցախցիների դեպքը, որը պատմություն չի բոլորովին։ Դա մեր այսօրվա առավոտն է, այսօրվա կեսօրն էլ չի նույնիսկ, այսօրվա երեկոն էլ չի։ Դա մեր այսօրվա, դա մեր հենց այս պահն է։ Այդ մարդիկ ընդամենը 3 առաջ օրը այնտեղից ստիպված եղան հեռանալ իրենց կյանքը փրկելու համար։ Դա էթնիկ զտում էր, էթնիկ զտման փայլուն օրինակ էր 21-րդ դարի, այս մեր լուսավոր դարում 21-րդ։ Եվ այդ էթնիկ զտման արդյունքում Հայաստանի տարածքում հայտնված արցախցիներից պահանջել մոռանալ Արցախ վերադառնալու մասին, ես չգիտեմ, բառ չկա անգամ ատելություն չգիտեմ նրանց նկատմամբ կա ատելություն է թե ոչ, բայց որ նրանց նկատմամբ անազնիվ շատ պիղծ ես գրել ես վերջերս պիղծ պահանջը դա ես չգիտեմ հայերենում ինչ հոմանիշներ կարելի է գտնել պիղծին դա պիղծ պահանջ է այո ստոր դա ստոր պահանջ է Վարդան հիմա ես առաջարկում եմ դիտել եւս մի տեսանյութ ինչը քեզ մոտ հետաքրքիր հուշեր պիտի արտնասնի թե ինչու ավելի լավ է դիտենք տեսանյութը եւ վերադառնանք տաղավար ընտրեմ 1988 թվական 20 հուլիսի Պարույր Հայրիկյանը զրկվեց քաղաքացիությունից եւ վտարվեց խորհուրդների երկրից։ Սա վերակառուցման շրջանում անհատի հանդեպ բռնության առաջին եւ առայժմ միակ դեպքն է։ «1990 թվականի նոյեմբերին Երևանի Զվարթնոց օդանավակայանում ողջունում էին Պարույր Հայրիկյանին։ Վերջին անգամ նա ձերբակալվել էր 1988 թվականի գարնանը, բայց նույն թվականի հուլիսին խորհրդային իշխանությունը որոշել էր քրեական պատասխանատվությունը փոխարինել Հայրիկյանին ԽՍՀՄ քաղաքացիությունից զրկելով եւ նրան երկրից վտարելով։ 41-ամյա այլախոհը հայրենիք էր վերադարձել Հայաստանի Գերագույն խորհրդի անդամի կարգավիճակով։ Նա պատգամավոր էր ընտրվել ամռանը հեռակա կարգով, երբ դեռ տարագրության մեջ էր։
Վերադառնալուց անմիջապես հետո օդանավակայանում ողջունելով իր համախոհներին Պարույր Հայրիկյանը համագործակցության պատրաստակամություն էր հայտնում։ Շոշափելի ներդրումներ կարող եմ ունենալ եւ այստեղ կախված է մեր համագործակցությունից։ Օդանավակայանից Պարույր Հայրիկյանն իր աջակիցների հետ մեկնեց Մայրաթոռ։ Աղագեցեք արտեր ամենայն երկիր, ծառայեցեք յարնուրախությամբ, մտեք առաջին օր։ Հաջորդ կանգառը Երևանի Մելիք Ադամյան փողոցում էր, որտեղ այն ժամանակ գումարվում էին Գերագույն խորհրդի նիստերը։ Ամբիոնի մոտ նրան դիմավորեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ առաջարկեց դիմել խորհրդարանին։ Պարույր Հայրիկյանը չէր թաքցնում, որ հուզված է։ Երջանիկ չգիտեմ որ բառն ավելի ճիշտ տվյալ դեպքում օգտագործել։ Մոտ 1 տարի անց Պարույր Հայրիկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը մրցակիցներ էին նախագահական առաջին ընտրություններում, իսկ 1992 թվականից հետո Հայրիկյանը իշխանությունների ամենակոշտ ընդդիմախոսներից էր եւ այդպիսին մնաց մինչեւ 1998 թվականի իշխանափոխությունը։ Այո, Պարույր Հայրիկյանը ասեց, թե այդպիսին մնաց մինչև իշխանափոխությունից հետո, բայց այսօր էլ Պարույր Հայրիկյանը թունդ ընդդիմադիր է։ Մենք դիտեցինք ձեր անկախականների կողմից կազմակերպած այդ կադրերը եւ դիոնորիչին Հայրիկյանին օդանավակայանում։ Ընդհանրապես Պարույր Հայրիկյանի ֆենոմենի մասին ինչ կարող եք ասել։ Պարույրը մեր ժողովրդի ամենաարժանավոր զավակներից մեկն է։ Տեսեք 1966 թվականին Հայաստանում հիմնադրվել է Ազգային միացյալ կուսակցությունը։ Դա մի կազմակերպություն էր, որը պետք է պայքարեր իր ծրագրային կարևորագույն դրույթներ համարում Հայաստանի անկախության համար պայքարը։ Դա շատ լուրջ քայլ էր, որովհետև մինչև 1966 թվական Հայաստանում գործել են բազմաթիվ եւ տարաբնույթ ընդհատակյա, կիսաընդհատակյա կազմակերպություններ, որոնց գործունեությունը հիմնականում խարսխված է եղել ազգային հայրենասիրական այդ հենքի վրա։ Մայրենի լեզու, Արցախ, Նախիջևան եւ այլն, բայց անկախության սահման նրանք չեն էլ հասել։ Իսկ ազգային միացյալ կուսակցությունը, որ հիմնադրեց նկարիչ Հայգազ Խաչատրյանը իր երկու ընկերների Ստեփան Զատիկյանի եւ Շահեն Հարությունյանի հետ համատեղ, այդ երեքը տանողուժը միտքը եղել է Հայգազը Խաչատրյան, որը գծեց մի սահման եւ այդ սահմանը մինչեւ այսօր կա, պատմությունը դեռ չի ուսումնասիրել այդ դրվագները խորապես, երբ որ կուսումնասիրի, վստահորեն կարող եմ ասել, ես կարող եմ պնդել հենց այսօր ձեր ստուդիայում, որ կգա, եթե նորմալ օրեր, իսկ դրանք գալու են անպայման, մեր երկիրը կլինի հանգիստ, կլինի խաղաղ, մարդիկ հետ կվերադառնան, կսկսեն պատմությունը ուսումնասիրել եւ Հայգազ Խաչատրյանը իր ամենաիսկական տեղը կգրավի մեր նորագույն պատմության էջերում։ Հայգազ Խաչատրյանն անցան, հատեցին այդ անկախության պահանջի սահմանը, հայտարարեցին կուսակցություն, որը որ պայքարելու է հանուն Հայաստանի համար, Հայաստանի անկախության, եւ այդ կազմակերպությունը հիմնադրման պահից անընդհատ տվել է քաղբանտարկյալներ, տարի առ տարի, եղել են տարիներ, որ մի քիչ, եղել են տարիներ, որ մի քիչ շատ, եղել են տարիներ, որ շատ, բայց համարյա ամեն տարի քաղբանտարկյալներ է տվել, մինչև 1987 թվական։ 1987 թվականին այդ կազմակերպությունը արդեն ընդհատակում գործելու կարիքը չկար, ինքնալուծարվեց, ստեղծվեց ԱԻՄ-ը, այնուհետև ստեղծվեց Հանրապետական կուսակցությունը, նախկին համակարգականների ազգային միացյալ կուսակցության անդամների ջանքերով, այնուհետև Արշակյան Ազատը ստեղծեց Քրիստոնյա դեմոկրատական միությունը, Աշոտը Նավասարդյան Հանրապետական, այս Պարույրը Հայրիկյան ազգային ինքնորոշում միավորումը։ Հիմա որպեսզի իմ խոսքը, քանի որ ես եղել եմ այդ կազմակերպության անդամ, չստացվի, թե ես ռեկլամում եմ կամ գովում եմ այն կազմակերպությունը, որին որ ես անդամակցել եմ, եղել է շատ հայտնի իրավապաշտպան խորհրդային տարիներին Մոսկովյան Հելսինկյան խմբի անդամներից Լյուդմիլա Ալեքսեևան գիրք էր գրել, մեծ երկհատորանի գիրք, 90-ականների սկզբին հրապարակեց այլախոհությունը խորհրդային միությունում
Եվ այդ գրքում Հայաստանին վերաբերող հատվածը շատ մեծ է, որովհետև Հայաստանը լուրջ պայքարի ճանապարհ անցած հանրապետություններից մեկն է։ Ասեմ, որպեսզի ձեր ընկերներն իմանան, որ խորհրդային այդ հսկայական երկրում, որ աշխարհի 1/6 մասն էր գրավում, հսկայական երկրում այլախոհական լուրջ կազմակերպված շարժումներ կային մոլդովյան 3 հանրապետություններում՝ Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում եւ Մոսկվայի խոշորագույն 2-3 քաղաքներում։ Այսինքն մնացած հանրապետությունները չունեին։ Մենք այդ առաջատարների մեջ ենք եղել։ Եվ այդ գրքում Հայաստանին վերաբերող հատվածում նա ազգային մեծյալ կուսակցությանն է անդրադառնում եւ ասում է, որ KGB-ն, Պետական անվտանգության կոմիտեն, տարի առ տարի համոզվում էր, որ այդ կազմակերպությունը վերացնել չի կարողանալու։ Ցիտում եմ ես նրա ոչ բառացի, բայց այդ գրքից, որ ինչքան նոր ձերբակալվածներին անընդհատ նորերն էին փոխարինում։ Եվ այդ ընդհատակի պայմաններում։ Պարույր Հայրիկյանը դեռ շատ երիտասարդ տարիքում ծանոթացել է ազգային մեծյալ կուսակցության հիմնադիրների հետ, անդամագրվել է ազգային մեծյալ կուսակցությանը եւ եղել է այդ կազմակերպության ամենանվիրյալ անդամներից մեկը եւ ամենաակտիվ անդամներից մեկը։ Ընդ որում նա այն քչաթիվներից էր, որ դատապարտվեց 2-3 անգամ իր գործունեության համար։ Էլի են եղել երկու ասենք Աշոտ Նավասարդյանը 3 անգամ դատապարտվեց, Ազատ Արշակյան 2 անգամ դատապարտվեց, բայց Պարույր Հայրիկյանը անկոտրում քաղբանտարկյալի համբավ ունեցող մարդ է եղել, ես որպես կալանավայրերում անցկացրած մարդ կարող եմ ասել եւ կալանավայրերում են նա ունեցել այդ համբավը եւ հետո ինչ վերաբերվում է այդ հանգամանքին, որ նա անդիմադիր է անընդհատ, դա արդեն մարդու խառնվածքից է գալիս, դա էլ Պարույրի խառնվածքն է։ Հիմա ես միշտ առիթի դեպքում ասում եմ, դա խոսքը կվերաբերվի Պարույրին, կվերաբերվի Ազատին Արշակյան, կվերաբերվի մեկ ուրիշին, նշանակություն չունի, միշտ ասում եմ, որ պետք է մարդուն դիտարկել ժամանակի եւ տարածության մեջ։ Մի կտրվածք է անցածը, անցյալը, Պարույր Հայրիկյան քաղբանտարկյալը, Պարույր Հայրիկյան անկախության համար պայքարող մարտիկը եւ մի կտրվածք է Պարույր Հայրիկյան քաղաքական գործիչը, որ անկախ Հայաստանում պայքարում է։ Նա կարող է գնալ տարատեսակ համաձայնությունների, նա կարող է գնալ տարատեսակ գործողությունների, իշխանությունների հետ, իշխանությունների դեմ, բայց նրա այսօրվա գործողությունները կապել անցածի հետ եւ փորձել անցածը վերաիմաստավորել այսօրվա գործողություններով սխալ է։ Այսօրվա քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը ունի իր տեղը Հայաստանի Հանրապետությունում եւ բայց երեկվա ամբողջ պայքարող արժանապատիվ կալանավորը ընդհատակյա գործիչը Հայաստանի անկախության համար մեծ ներդրում ունեցող Պարույր Հայրիկյանը բոլորովին ուրիշ մարդ է։ Եվ քանի որ խոսեցինք Պարույրից եւ Պարույրի մասին խոսելուց պարտադիր պետք է հիշվեր ազգային մեծյալ կուսակցությունը, ես դա հիշեցի պարտադիր եւ Հայկաց Խաչատրյանը պետք է հիշվեր։ Ես ուզում եմ ասել, որ ազգային մեծյալ կուսակցության նկատմամբ դուք պատկերացրեք խորհրդային տարիներին ինչ ճնշումներ պետք է լինեին այդ կազմակերպության անդամների նկատմամբ, այդ կազմակերպության անդամներից գնդակահարվածներ կան արդեն անգամ երկարատև տարիների դատապարտվածներ կան, բայց այդ կազմակերպության անդամներից ընդամենը ես անուններ հիմա չեմ տա, բայց ընդամենը 3 հոգի է գնացել համաձայնության, որպեսզի խորհրդային իշխանություններից իրենց գործունեության համար 20 քանի տարիների ընթացքում 3 հոգի է ներման խնդրագրով հանդես եկել։ Մնացած բոլորը ստացած իրենց մնացած 3 չէ, դա ոչ թե ամոթի համար չեմ ասում, ուղղակի մի քիչ պաթոսով խոսում ենք բան չանենք։ Ուրեմն ասել ամբողջ այդ 3-ը գուցե այսօր են ինչ որ պոստ զբաղեցնում։ Ոչ, ամբողջ շատ կարևոր, շատ ընդ որում այդ 3-ից 2-ը հետագայում էլի դատապարտվել են նույն գործունեության համար։ Հա։ Այնպես որ Պարույրը իմ ընկերներից է, ես շատ նրա հետ քաղաքական գործունեություն չեմ ծավալում ես այսօր, բայց ես գիտեմ ով է Պարույր Հայրիկյանը եւ գիտեմ ինչ դեր է խաղացել նա Հայաստանի անկախության համար։ Հիմա տեսեք կա ինչ որ ընկալում սխալ սուտ ընկալում, ոչ թե սխալ ընկալում, թե դե Հայաստանի Հանրապետությունն ինչ անկախությունը նվերեր երկնքից ընկավ, խորհրդային միությունը քայքայվեց, դրա համար էլ մենք անկախացանք։ Իհարկե խորհրդային միությունը քայքայվեց, դրա համար էլ մենք անկախացանք։ Ժամանակին արաբական կայսրությունն է քայքայվել, մենք անկախացել ենք, բյուզանդական կայսրությունն է քայքայվել, մենք հիմար է պետք լինել մտածել, որ առանց կայսրության քայքայման դու կարող ես անկախանալ։
Բայց կարևորը այն չի, թե կայսրությունը քայքայվեց նոր դու անկախացար։ Կարևորն այն է, որ դու քո մտքում, քո ժողովուրդը, քո գործիչների շնորհիվ իր մտքում ունենում է անկախության գաղափարը, որ հենց գալիս է քայքայման պահը, անկախությունը հռչակվում է։ Բուրյատները պակասված ժողովուրդ չեն, եւ ոչ էլ յակուտներն են ված ժողովուրդ, եւ ոչ էլ չուչաներն են ված ժողովուրդ։ Եվ աշխարհում բազմաթիվ ժողովուրդներ կան, որ մեզ հետ միասին սկսել են քայլել դարերի խորքից, բայց այսօր կամ չկան, կամ կան, բայց չունեն պետություն։ Մենք ենք քչաթիվ ժողովուրդներից ենք, որ պետականության գաղափարը մեր մտքում պահած ենք քայլել։ Հասել ենք մինչև 20-րդ դար, ապա 21-րդ դար։ Իսկ 20-րդ դարում այդ գաղափարը վառ պահողներից մեկը եղել է Պարույրը։ Ես պետք է ասեմ, որ Հայաստանի անկախության, այսպես ազատ անկախ Հայաստան տեսնելու գործում շատ մեծ դերակատարում ունեն եւս երկու անձնավորություն, որոնք իմ կարծիքով չնայած իրենց մոտեցումներով կարելի ասել հարցին նույն ձևի են մտածում, բայց տարբեր էին նաեւ։ Խոսքս այն երկու անձնավորությունների մասին է, որոնց մասին պատմող տեսանյութը մենք հիմա կդիտենք եւ կշարունակենք։ Խնդրեմ։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո երկրում մնացել էին երկու իրական տեր՝ Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը։ Նրանք ընկերներ էին, զինակիցներ, Արցախյան պատերազմի համազինակիցներ, բայց ինչու հանկարծ դարձան քաղաքական մրցակիցներ։ Ինչու երկու ամենաուժեղ մարդիկ, ովքեր կարող էին միասին կառուցել անկախ Հայաստանի ապագան, ընտրեցին բախման ճանապարհը։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ բախումը ճանապարհ բացեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար։ Պատկերացրեք կերացրեք երկու առյուծների, որոնք տասնամյակներ միասին որսացել են, հանկարծ սկսում են կռվել միմյանց դեմ։ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարար, Արցախյան պատերազմի հերոսը, մարդը, ում անունը միայն լսելով թշնամիները դողում էին։ Վանո Սիրադեղյանը, ներքին գործերի նախարար, մարդը, ով վերահսկում էր Երևանի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր շենք, յուրաքանչյուր գաղտնիք։ Երկուսն էլ ուժեղ էին, երկուսն էլ անհրաժեշտ էին երկրի համար, բայց երկուսն էլ չէին կարող լինել երկրորդ։ Ասում են, որ Վանոն զգուշացվել էր Վազգենին, մեջքդ բաց է մնալու։ Իսկ Վազգենը պատասխանել էր. ես ինքս գիտեմ, թե ինչպես պաշտպանեմ իմ մեջքը։ Այդ երկու նախադասությունները, որոնք արտասանվել էին 1998 թվականի գարնանը, դարձան երկու մարդկանց ճակատագրի կնիքը։ Բայց ինչպես հասան նրանք այդ կետին։ Ինչպես երկու մարդիկ, ովքեր միասին կանգնած էին Շուշիի ազատագրման ժամանակ, ովքեր միասին խմխմել էին հաղթանակի համար, ովքեր միասին երդվել էին պաշտպանել Հայաստանը, հանկարծ դարձան անհաշտ թշնամիներ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս իրավապաշտպան Վարդան Հարությունյանն է։ Վարդան, քեզ քաջ ծանոթ երկու անձնավորություններ, որոնց լավ ճանաչել ես։ Խնդրեմ։ Ես երկուսի հետ էլ շփվել եմ, երկուսին էլ լավ ճանաչել եմ իհարկե, բայց Վանոյին մի քիչ ավելի լավ, Վազգենին մի քիչ ավելի քիչ, իշխանության հետ շրջանում, Վազգենը կտրվեց շփումներից ավելի շատ։ Բայց ես ճիշտն ասած գիտեմ, Հայաստանում շատ տարածված է կարծիք Վանոյին եւ Վազգենին նույնացնելու տարբերակներ կան, գրում են, շատ են այդ մասին խոսում։ Ես միշտ եմ վստահ եղել եւ նրանց կենթանության օրոք եւ հիմա, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են։ Իրենց էությամբ, իրենց բնավորությամբ, իրենց խառնվածքով, իրենց տաղանդով, ամեն ինչով տարբեր մարդիկ են։ Եվ դրանց նույնացնելը, կարծում եմ, ժամանակի պատվեր է ուղղակի։ Մարդկանց հսկայական հատվածը նույնիսկ չգիտի, որ ժամանակի պատվերն է կատարում, այդպես են անցալում, փորձում անցալել, այդպես մատուցվել է եւ այդպես սովորություն է դառնում արդեն այդ երկուսին դարձնել ինչ որ զույգ եղբայրներ։ Իհարկե նրանք երկուսն էլ եղել են անկախ Հայաստանում առանցքային դերակատարներ, մրցակիցներ են նաեւ եղել իհարկե, միասին աստվեց եւ խնջույքների են մասնակցել եւ խմել են եւ ուրախացել են, այդ շատ բնական է, եթե միասին աշխատում եք, միշտ էլ միասին կարողանում եք այդ կարգի եւ վիճել, եւ կռվել, եւ խմել, եւ կռվել, եւ բարիշել, եւ հաշտվել, բարիշել բառը սխալ ասեցի, եւ հաշտվել, մի խոսքով, բայց նույնացնել այդ երկու գործիչներին ես չէի նույնացնի։ Վանո Սիրադեղյանը որպես Վանո Սիրադեղյան գրող նա մեր գրականության մեջ մնալու է որպես լուսավոր դեմք,
միշտ բոլոր ժամանակներում, երբ որևէ մեկը հայերեն կարդալու ցանկություն կունենա, երբևէ գաք սկսի թերթել բազմաթիվ լուսավոր անունների մեջ, անպայման Վանոյի անունը կտեսնի եւ անպայման կկարդա եւ անպայման կհուզվի նրա պատմվածքներից, նրա հրապարակախոսությունից հատկապես կրկին եւս հրապարակախոսությունից նույնպես ոչ թե հատկապես, որովհետեւ եւ գրականությունը եւ հրապարակախոսությունը շատ բայց եկավ դարձել մի հանգրվան, ես չեմ ուզում շատ երկար այդ թեմայի շուրջ խոսել, մի քիչ թեման էլ ինքը խախուտ թեմա է, եկավ հասավ 1998 թվականը, երբ Հայաստանի առջև դրվեց հստակ խնդիր։ Այդ ձեր հաղորդման համատեքստում լինել թե չլինելու խնդիր։ Ծագեց այսպիսի հարց. եթե մենք չենք գնում մեր հարևանի հետ երկխոսության, ապա մեր լինելությունը կասկածի տակ է դրվում, որովհետև Հայաստանը տնտեսապես զարգանալու հնարավորություններ չունի, որովհետև Հայաստանը շրջափակված է, այն իմ ասած կամուրջը, որ ասում էի, չկա, գոյություն չունի։ Եվ իսկ Ադրբեջանը հակառակը, արդեն նավթային պայմանագրեր է կնքում, վաղը մի այսօր Բաքու-Ջեհյան նավթամուղը պետք է սկսի աշխատել, նրանք հսկայական գումարներ են աշխատելու, որը դրվելու է զինվելու վրա, տնտեսության վրա, եւ մեր հնարավորությունները, որ այսօր Ադրբեջանի հետ համադրելի են, վաղը կարող են լինել անհամադրելի։ Կարող են այսպես էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ գրում էր իր պատերազմ թե խաղաղությունը, կամ երբ ելույթ էր ունենում արդեն 98-ին Անվտանգության խորհրդի նիստում, կհիշեք այն հայտնի ելույթի մասին է խոսքը։ Հրաժարականից առաջ։ Այո, հրաժարականից առաջ։ Եվ Վանո Սիրադեղյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից էր, ունենալով հակասություններ այդ մարդու հետ եւ այլն եւ այլն։ Վազգեն Սարգսյանը չէր ցանկանում դուրս գալ ֆիդայու կերպարից։ Սովորական ֆիդայու կերպարից, որ երգում է ազատագրական երգեր, քաջ Սերոփի մասին կամ Սոսե Մայրիկի մասին ինչ-որ պատմություններ, բրոնզկը սեղանին խփելով, այնպես որ գինին հեղվի, որովհետև դրա տպավորիչ է, եւ այդ կինոյական պատկերացումներով օգտագործեցին, կարծում եմ, վստահորեն կարող եմ ասել, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը օգտագործեցին Վազգեն Սարգսյանի այդ հախուռն բնավորության այդ գիծը եւ նաեւ նրա ֆիդայական մոտեցումը խնդիրներին եւ հարցերին, եւ Վազգենը նպաստեց, որպեսզի Հայաստանում տեղի ունենա այն իշխանափոխությունը, որի պտուղները այսօր մենք չցանկանալով ճաշակում ենք, առանց հախորժակի ճաշակում ենք։ Ալիևը ամեն անգամ, երբ որ զանգահարում է կամ կանչում է կամ ինչ-որ ձևով Նիկոլ Փաշինյանին, մեր Հայաստանի Հանրապետության վարչապետին թելադրում է, երբ փոխեք ձեր սահմանադրությունը, կամ նահանջեք այսինչ կետից, կամ արցախցիներին ասեք թող չվերադառնան Արցախ, այդ բոլորի արմատը 1998 թվականին է գտնվում։ Եվ Վազգեն Սարգսյանը, ի տարբերություն Վանո Սիրադեղյանի, այդ ծառը տնկեց հողի մեջ, այնուհետև Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ջրեցին, աճեցրեցին այդ ծառը, որի ոռոգմամբ շատ ավելի լուրջ զբաղվեց արդեն Նիկոլ Փաշինյանը։ Բոլոր ոչ փինթիզականները, բոլոր նրանք, ովքեր եղել են դեմ հարևանի հետ երկխոսությանը, Վազգեն Սարգսյանից սկսած, եղել են կամ կանգնած են մեր տապալումների հիմքում։ Այդ համատեքստում Վանոն եւ Վազգենը բոլորովին տարբեր մարդիկ են։ Դրա համար Վանոյի այդ դառը խոսքը հիմա ասեմ եւ սրանով երևի ավարտենք իրանց մասին խոսակցությունը։ Երբ նա ասում է, որ ես չեմ տեսել դեռ ընկերոջ դավաճանություն, որ չհասնի հայրենիքի դավաճանության։ Մենք տեսնենք, մենք հիմա ունենք դավաճանված հայրենիք։ Դավաճանների անուններ տալու կարիք չկա, բայց հայրենիքը դավաճան, այո, հայրենիքը դավաճանված է, որովհետև մենք չունեցանք հեռատեսություն, մենք եղանք ֆիդայու պատկերացումներով, մոտեցանք պետական խնդիրներին եւ չուզեցինք խոսել մեր հարևանի հետ։ Այնինչ առաջին գործը ցանկացած մարդու պետք է լինի հարևանի հետ խոսելը։ Արգենտինացիների հետ ինչքան ուզում ես խոսի, դրանից դու օգուտ կամ վնաս չունես։ Բրազիլացիների հետ զրուցեք ինչքան ուզում եք, իռլանդացիների հետ, դուք նրանց հետ չունեք շահեր, բախում չունեք։ Պետք է խոսել հակառակորդի հետ։ Իսկ այս մարդիկ Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բայց քանի որ հիմա խոսքը հենց Վազգենին է վերաբերում, Վազգենի անմիջական հրամանատարությամբ մերժեցին այդ զրույցը եւ մենք այսօր այստեղ ենք։ Վազգենը չկա, նա չի կարող ինձ պատասխանել։
Դրա համար ես չեմ ցանկանում շատ բան, բայց ես շատ ափսոսում եմ Վազգենի չլինելու համար։ Ես կուզենայի, որ նա լիներ եւ ճանաչելով նրան եւ իմանալով նրա այս հախուռն բնավորությունը, ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ մոտեցում նա կցուցաբերեր։ Եղավ, դե ինչ ասեմ, մեր հաղորդումը միշտ բարձրացնում է լինել թե չլինելու հարցը, դուք էլ ասեցիք, որ Հայաստանը այսօր հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իսկապես մեր առջև դրված է այդ Շեքսպիրյան հանրահայտ հարցը եւ մարդիկ միշտ մտածում են ակամա ինչն է կարևորը, մարդ կարող է իր ձեռքով մի մերկ դաշունով բոլոր հարցերը լուծել, թե պիտի պայքարի միասենք չարիքի դեմ, որին հաղթելը գրեթե անհնար է։ Հայաստանը այնուամենայնիվ ըստ ձեզ կարող է դուրս գալ այս իրավիճակից։ Ես վստահ եմ, որ լավ է լինելու։ Ես վստահ եմ, այո։ Ես վստահ եմ, Հայաստանը չի վերանալու, քանի որ Հայաստանը չի վերանալու, ապա մենք անկասկած գտնելու ենք լուծումներ։ Բարդ ժամանակներում ենք ապրում, շատ բարդ։ Ունենք իշխանություն այսօր, որը ոչ թե այսօրվա մասին, նույնիսկ ոչ միայն վաղվա մասին, անգամ այսօրվա մասին պատկերացում չունի, թե ինչպես կազմակերպել իր օրը, չկարողացան, չսովորեցին 7 տարի է իշխանավոր են, բայց չկարողացան դառնալ պետական գործիչներ, հեռատեսություն չկա, հաշվարկներ չկա, թելադրանքների են ենթարկվում անընդհատ, պահի թելադրանքին, դրսից հնչող թելադրանքին, բայց նույնիսկ սա կանցնի եւ անկասկած մենք կունենանք իշխանավորներ, որոնք կարողանան լինել հեռատես, ես վստահ եմ, որովհետեւ իհարկե ծանր շրջաններ ենք ապրել մենք մեր պատմության մեջ, թվում է թե ավելի ծանր լինել չէր կարող, բայց մենք շատ ծանր վիճակում ենք այսօր։ Իրոք շատ ծանր։ Մենք եթե կողքից փորձենք դիտել մեզ, կտեսնենք, որ շատ վատ վիճակում ենք, բայց նույնիսկ այս վիճակում, եթե մենք թևաթափ լինենք, եթե մենք հանձնվենք, եթե ասենք վերջ չի ստացվելու, ապա չի ստացվի հաստատ։ Մենք պետք է վստահ լինենք, որովհետև այն հազարամյա այն ճանապարհը, որ մենք անցել ենք, պետություն ունենալու միտքը մեր գլխում պահած, մեր սրտում պահած, մեր հոգում պահած եւ հասել ենք 21-րդ դար, հենց այնպես չպետք է փոշիանա, այն էլ մեզանով։ Ես վստահ եմ, որ կհաջողենք դժվարությամբ իհարկե, այս ամեն ինչից հետո կմնա, ինչ էլ որ մնա, այդ եղածն էլ որ կպահենք, արդեն լավ։ Դե ես հասկացա, որ դուք հաղորդման սկզբում արդեն մեր ավանդական հարցին պատասխանեցիք միայն լինել, իհարկե, չլինելու հարց չկա, եւ այստեղ էլ մենք ձեր լավատեսչությանը ականատես եղանք, ես նկատի ունեմ այն վերջաբանը, որ ասեցիք, շատ հուսադրող է, Աստված որ այդպես լինի։ Աստված մեծ է։ Շնորհակալ եմ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր իսկապես մի շատ հետաքրքիր անձնավորության ենք հյուրընկալել մեր ճանաչված իրավապաշտպաններից մեկին Վարդան Հարությունյանին, ով կարծում եմ հիշելու քիչ բան չունի, բայց ով նաև շատ գեղեցիկ ճանապարհ է անցել եւ ամենակարևորը հավատում է Հայաստանի վաղվա օրվան, սա շատ կարևոր է։ Այնպես որ ինչպես պարոն Հարությունյանի, այնպես էլ մեզանից շատերի մոտ դրված լինել թե չլինելու հարցը լուծվելու է իհարկե իօգուտ լինելուն։ Այսօր այսքանը, ցտեսություն։